ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, շնորհակալություն պարոն Հայրիկյան։ Ձեր կուսակցությունը որքան հասկանում եմ ոչի կողմնակից է։ Դուք առանձին քարոզ եք անում, թե համագործակցում եք ոչի այլ կողմնակիցների հետ։ Սկզբունքորեն տեսականորեն նաեւ դեմ լինելով խորհրդարանական համակարգին, որևէ խորհրդարանական համակարգին, մենք այս փուլում ոչ ենք ասում ընդհանրապես այս գործընթացին Հարակվեին, որովհետև սա հակասահմանադրական է եւ հույս ունենք բացատրել, իրազեկել, տեղեկացնել բոլոր ոչի կողմնակիցներին, որ ամենաճիշտ գործողությունը այսօր այս փուլում վաղ այլ բան կանենք, բայց այսօր այս փուլում միասնաբար կանգնել բուն Հարակվեի գաղափարի դեմ։ Բավականին դժվար էր, մեծ ճկունություն էր պահանջվում, բայց մեզ հաջողվեց փաստերով դա հիմնավորել, անառարկելի փաստերով։ Չնայած դատարանի առաջին ատյանը մերժել է, որ սա հակաօրինական է, բայց մենք հիմա երկրորդ ատյանում ենք եւ գործը դատարանում է։ Փաստարկները չեք կրկնի այսօր։ Իհարկե, մեծ սիրով։ Սահմանադրության 27 հոդվածն ասում է, որ եթե քաղաքացին որևէ առաջարկով ներկայանում է, ապա պետական մարմինը պարտավոր է նրան ողջամիտ ժամանակում պատասխանել։ Երբ խոսքը վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, այդ պահանջը բնականաբար 100-ապատիկ ավելի զորեղանում է։ Մենք սահմանադրական բարեփոխումների, ճակերտավոր բարեփոխումների հանձնաժողովին ներկայացրել էինք մեր նախագիծը եւ նկատում ենք, որ արամարվում է, անտեսվում է։ Ամեն առիթով ասում էր, որ այլընտրանքային հայեցակարգ չկա, մինչդեռ մեր ներկայացրածը բացարձակ ժողովրդավարության համակարգը դա այսօրվա գիտական բնորոշումով նախագահականին է նման, բայց մեր տարբերակում նախագահ չկա, կա ընտրովի վարչապետ եւ փոխվարչապետ։ Հետո մենք կարողացանք հանրային ճնշման միջոցով Գագիկ Հարությունյանին ստիպել, որ մայիսի կարծեմ 22-ին ինքը հրապարակավ ելույթ ունենա եւ ասի, որ կա նաեւ այլընտրանքային տարբերակ, ԱԻՄ-ի ներկայացրած տարբերակը, բայց միայն այդքանը։ Դրանից հետո մենք եւս մեկ անգամ, այս անգամ լրագրողների մեծ խմբով ներկայացրեցինք մեր նախագիծը եւ մեր հայեցակարգը, դրան զուգահեռ հրապարակեցինք մեր նախագիծը, որը իսկապես փոփոխությունների նախագիծ է։ Այսինքն ոչ թե նոր սահմանադրություն ենք բերում, այլ հին սահմանադրության որոշակի հոդվածներ, որոշակի գլուխներ, թե որում ինչ փոփոխություն է կատարվել։ Եվ նաեւ գաղափարախոսությունը ներկայացրեցինք գիտական ուսումնասիրության տեսքով։ Դրան ի պատասխան այլևս նրանք ստիպված էին ընդառաջել եւ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը Գագիկ Հարությունյան եւ Վարդան Պողոսյան հանդիպում խնդրեցին, առաջարկեցին, մենք հանդիպեցինք, նախնական պայմանավորվեցինք, որ լուրջ քննարկում եւ հանդիպում պետք է տեղի ունենա։ Կարճ ասեմ, հանդիպման օր եւ քննարկման օր նշանակվեց, մենք պատվիրակությամբ գնացինք, բայց ես ինչ-որ բան կանխազգալով դարձյալ լրագրողներ հրավիրեցի եւ պարզվեց Հայաստանի երրորդ իշխանության ղեկավարը իր ողջ աշխատակազմը փախան այնպես ինչպես նշանակի եթե գնացին։ Նշանակել էին քննարկման համար։ Հա, բայց եթե գնալ այլ բան է, եթե նրանք իրենց ներողություն խնդրեցին, այդ ամենը տեսագրված է եւ միայն մենք չէ, նույնիսկ մեկը ցույց տվեց։ Խնդրում եք մեկ շաբաթ հետո հանդիպել, մեկ շաբաթ հետո նույնպես հանդիպումը չկայացավ, այսինքն ինչ է ստացվում։ Սահմանադրության նախագծի պատրաստման նախնական փուլում, երբ պետք է քննարկվեն տարբերակներ, եղել է միակ այլընտրանքային ամբողջական որպես համակարգ տարբերակ, այդ տարբերակը չի քննարկվել եւ գիտեք կարող էին հավաքվել, քննարկել, ասել սխալ է, բայց քանի որ ներկայացվածը բացարձակ ժողովրդավարության անունով այնպեսի մի բան է, որի դեմ խոսել ուղղակի հնարավոր չէ, նրանք որոշել էին խուսանավել, չմտածելով, որ դրանով մեծ բաց թողում են թույլ տալիս։ Հետո արդեն նախագահին դիմում գրեցինք նաեւ, որ քո կազմած հանձնաժողովը խախտում է ընդհանրապես Հարակվեի սկզբունքները, խախտում է սահմանադրության մշակման սկզբունքները եւ այդպես այսօր ես արդեն նաեւ Հանրապետության նախագահին եմ դատի տալիս, որովհետեւ ինքն էլ է պատասխանատու։ Այսինքն դատի տալ նշանակում է իր նկատմամբ իրեն հայց է ներկայացված իր նկատմամբ պարտականությունները չկատարելու առումով, բայց այս ամենից ինչ է հետևում։ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու սկսված գործընթացը կամ նոր սահմանադրություն արդեն հակաօրինական է, հակասահմանադրական է։ Պարոն Հայրիկյան, դուք ինչ էիք ակնկալում։ Գագիկ Հարությունյանի հանձնաժողովը ձեզ ընդունում է, քննարկում են, ասում են այո կամ ոչ, հետո երկու նախագիծ է դրվում հանրաքվեի, թե ինչպես։ Չէ, այդպես հնարավոր չէր։ Եթե նրանք ի վերջո իրենք մասնագետ են կոչվում։ Գագիկ Հարությունյանը կամ մյուսները ովքեր որ ծանոթ են, Վարդանը հրայր են, նրանք չեն կարող։ Նրանք պետք է ասեին, չէ, սա է լավը։ Մոտավորապես նման է նրան, որ ներկայացնում ես մածուն եւ ասում ես
Մինչև այսօր դուք ասում եք սև է, հա, տեսեք մածունը։ Իրենք ուզեն չուզեն պիտի ասեն սպիտակ է։ Դրա համար իրենք քննարկումից խուսափեցին, որովհետև ամեն ինչից բացի հրամանստրանից բացի կա տարրական նաև մասնագիտական պարկեշտություն։ Այդ մարդիկ, քանի որ շփվել էին, այս գրքերը իրենց ուղարկել են, տեսնում են, որ ներկայացված է մի բան, որը որակապես շատ բարձր է։ Եվ այդտեղ իհարկե իմ անձնական շահը չկա, կա քաղաքացու շահ։ Կա մի նախագիծ, որը իսկապես մարդակենտրոն է։ Իրենք ասում են մարդակենտրոն, ես մի անգամ ասացի, խնդրում եմ ցույց տվեք սահմանադրության մեջ այն փոփոխությունները, որոնք կատարված են հանուն քաղաքացու։ Դուք խոսում եք նախագահի մասին, խոսում եք վարչապետի մասին, ընդդիմության մասին, կուսակցությունների մասին, բայց ուր է ձեր քաղաքացին։ Իսկ այստեղ հիմքում քաղաքացին է։ Այո, ես կարծում եմ, որ իրենք ծանոթանալով դրա հետ, գոնե նրանց իրենց մի մասը բան կապրի Կատարսիս։ Աչա, դիսկոմֆորտ չի ուզում ասել, անհարմարավետություն կզգա։ Լավ, իսկ ես միշտ մտածում եմ 2005 թվականներ եմ ես դա գրել, իսկ գուցե պետք չի ամբողջ տեքստը դնել հանրաքվեի ընդհանրապես սկզբունքորեն։ Պետք է դնել ինչ-որ հիմնական կետերը, որին մարդիկ ասում են այո կամ ոչ։ Ընդհանրապես, օրինակ Հունաստանի օրինակը բերեմ, երբ Հունաստանը սահմանադրական սև գնդապետներից հետո կանգնած էր կամ սահմանադրական միապետություն լինելու կամ հանրապետություն լինելու, խորհրդարանական հանրապետություն լինելու խնդրի առջև, ժողովրդի ներկայացվեց միայն այդ հարցը։ Որին է կողմ։ Սահմանադրական միապետության, այսինքն ունենալ թագավոր Անգլիայի պես, թե խորհրդարանականի։ Հույները քվեարկեցին, այսինքն իսկապես քվեարկեցին մի սկզբունքային հարցի վերաբերյալ։ Իսկ այստեղ ժողովրդին պիտի չամաչեմ այդ բառից խաբելով սկսեցին սահմանադրական բարեփոխումներից, հիմա ներկայացնում են նոր սահմանադրություն։ Այսինքն մեր անցած ամբողջ ճանապարհը ի վերջո սահմանադրությունը հիմնական օրենքն է։ Դու նրանում կարող ես փոփոխություններ կատարել։ Ամերիկյան սահմանադրությունը 200 տարուց ավելի ճանապարհ է անցել։ Նրա նախնական բովանդակության մեջ փոփոխություններ չեն կատարել, հավելումներ են արված։ Այս ինչ անպատասխանատու անլուրջ վերաբերմունք է սեփական հիմնական օրենքի, այսինքն սեփական պետության նկատմամբ։ Ճիշտ կլիներ, իհարկե ճիշտ կլիներ, որ այդպես վարվեր։ Եվ եթե այդպես վարվեր, օրինակ կարելի է առաջարկել համաձայն եք, որ հանրաքվեի ժամանակ Հայաստանի պետական համակարգը կառուցվի բացարձակ ժողովրդավարության սկզբունքներով։ Դա մեկ էջի վրա կարելի է ներկայացնել եւ 10-ից 9, նույնիսկ 99 100-ից կասեին այո։ Որից հետո արդեն խորհրդարանն է ամեն ինչ անում։ Որից հետո չէ, եթե այդ որոշումը ընդունվեր, հատուկ հանձնաժողովը որպես կանոն սահմանադիր ժողով է ստեղծվում։ Այսինքն իշխանություններից անկախ մարմին պետք է լինի։ Աշխարհում ընդունված կարգ է, չնայած դա շատ երկրներ են խախտել, միայն մերոնք չեն խախտում, որ սահմանադրությունը դա մի բացառիկ փաստաթուղթ է, որին օրվա իշխանությունները չպետք է նույնիսկ մասնակցեն։ Այսինքն իրենք կարող են մասնակցել որպես քաղաքական ուժ, բայց ոչ որպես իշխանություն։ Դե Գոլը մի փոքր խախտում թույլ տվեց, բայց ճիշտն այն է, որ սահմանադիր ժողով գումարվեց։ Ռուսաստանում հեղափոխությունը, Փետրվարյան հեղափոխությունը կատարելուց հետո սահմանադիր ժողով հրավիրվեց, որպեսզի այդ չեզոք մարմինը ստեղծի սահմանադրություն բոլոր ժամանակներում։ Մեզ մոտ ինչ է կատարվում։ Բացի այն, որ սահմանադիր ժողով չեն հրավիրում, ձևականորեն մասնագիտական հանձնաժողով կոչեցին, բայց մասնակցում է դատախազը, մասնակցում է սահմանադրական դատարանի նախագահը։ Այս ամենը նրբերանգներ են ապօրինությունը ցույց տվող։ Վաղը մենք բողոք ունենք։ Այս դատականատյաններում մեր խնդիրը, որ ընթացք չստանա դրական, մենք ի վերջո դիմելու ենք սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանում Գագիկ Հարությունյանը, Ֆելիքս Թոխյանը ընկերներ ենք մենք։ Այնպես չի որ թշնամիներ ենք։ Պիտի քննեն իրենց թույլ տված սահմանադրական խախտման հարցը։ Այսինքն սա կամ մենք դիմեցինք դատախազին քրեական պատասխանատվության ենթարկելու սա հանձնաժողովի անդամներին։ Հիմա ես շատ լավ հասկանում եմ, որ դատախազը ինքն էլ այդ հանձնաժողովի անդամներից մեկն է։ Ես ինչու կոչեցի քրեական։ Նշեցի պատասխանատվություն, բայց այնտեղ նշում են ընդհանուր մինչև քրեական հանցագործություն, քրեական պատասխանատվություն, հոդվածներն էլ նշում են դուք գտեք իշխանության չարաշահում եւ այլն եւ այլն։ Բնականաբար ինքը պիտի պատասխաներ, որ այնտեղ քրեական կամ որևէ հանցագործություն չի տեսնում, որովհետեւ ինքը իր վրա պիտի գործ հարուցեր։ Այս ամենի դիմացն առնելու մասին խոսելն ավելի կարևոր է։ Մենք 2 օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց փոքր ցույց արեցինք, միայն մեզնով, բայց փոքր ասած այսօր Հայաստանում եթե դու 10 հոգու կարողանաս հավաքել, դու կարգին մարդ ես։ 40 հոգի կլինեինք դրոշներով, պաստառներով եւ արդեն հանձնաժողովին էինք ասում, դուք հանցագործության եք մասնակցում։ Այն որ դուք այսօր կազմակերպում եք ապօրինի հանրաքվե, դա հանցագործություն է։ Հիմա ճիշտ կլիներ, որ Հայաստանի բոլոր ոչականները, բոլոր նրանք ովքեր ոչ են ասում
այս նախագծին, ոչ են ասում այս իշխանություններին, հասկանային, որ մի կարևոր հաղթաթուղթ ենք մենք տվել իրենց։ Դրա համար մենք այսօր ծրագրում ենք նաև այս հանրահավաքի ժամանակ տեղեկացնել, որ այդպիսի նախաձեռնություն կա եւ նոյեմբերի 27-ին արդեն ոչ ապօրինի հանրաքվեին կարգախոսով։ Իսկ պետք է կանխարգելել, ոչ թե հետո ասել, այս արեցին, կեղծեցին, այսօր այս հանրաքվեն չպիտի լինի։ Կարծես թե Հայ ազգային կոնգրեսը հակված է որ լինի հանրաքվե եւ ասեն ոչ եւ այդպես է քարոզը կազմակերպում, բայց կա նաեւ ազգային փրկության ճակատ, որը ասում է եկեք տապալենք հանրաքվեն։ Այդ հանրային փրկության ճակատ։ Հա, թող լինի հանրային փրկության ճակատ։ Դուք համաձայն եք այդ ճակատի հետ։ Ասեմ այսպես, ազգային կոնգրես չեն ասում իրենք ասում են չեք անցկացնի դաշինք, ոչի դաշինք։ Ոչի դաշինք, կարևոր չէ, ես դիրքորոշում եմ ուզում ասել։ Ուրեմն նրանք դեմ չեն, որ հանրաքվեն տապալվի, բայց դրա վրա շեշտադրում չեն կատարում։ Եվ այս մյուս դաշինքն էլ, որի ակունքներում եմ կանգնած, առաջին միջոցառումը ես կազմակերպեցի հանրային քննարկման անվան տակ, որ փորձենք իմի գալ, հայտարարի գալ։ Եվ այս մյուս կողմն էլ այնքան հանրաքվեով չի մտահոգ։ Նա ասում է իշխանություններն ապօրինի են, իշխանություններին պիտի հեռացնենք։ Իշխանություններին որ հեռացնենք, հանրաքվեն էլ կտապալվի։ Բայց ես հիմա այսօր խոսում եմ այսօրվա խնդրի մասին։ Այո, իշխանությունների իրենց դիրքին չհամապատասխանելը բոլորիս ակնհայտ է։ Բայց այդպիսի ոչ միասնական դրսևորումը չի նպաստում, որ քաղաքացիական համախմբում տեղի ունենա։ Իրենք խոսում են իրենց բառերն ասեմ մոբիլիզացիայի մասին, բայց դու չես կարող մոբիլիզացիայի մասին խոսել քո գաղափարակիցների հետ ընդհանուր հայտարարի չգալով։ Չէ՞ որ ակնհայտ է, բոլորս էլ գիտենք, որ իշխանությունները մեղմ ասեմ ձախողված են։ Ձախողված իշխանությունը պիտի հեռանա։ Մեկը կարող է ասել դա վաճառ են, մյուսն ասել ես մեղմ բառն եմ ընտրում։ Եթե այդ հարցում մենք համագործիկ ենք, միթե դժվար է դրա շուրջ մենք դրա համար դիտորդի կարգավիճակ վերցրինք։ Կհամաձայնվեք դուք, մենք էլ ձեզ հետ ենք, չեք համաձայնվի, էլի ձեզ հետ ենք ձեր գործերից, բայց արդեն մեր ընտրությամբ։ Եվ այստեղ շատ ճիշտ կլիներ, որ գոնե հանրաքվեի ապօրինությունը, սահակասահմանադրականությունը տեսնելու դեպքում գոնե այս հարցում մի քայլ առաջ անային։ Հետո ինչ որ ասենք այդ ձեր ասած կազմակերպություն ՀԱԿ-ի մի պատասխանատու ասել է, որ մենք միայն մեր միջոցառումներն ենք մասնակցում։ Համարենք լեզվից հայտակում, որտեղ ողջամիտ հայտարարություն չէ դա։ Բայց եթե դու տեսնում ես, որ մի բան ճիշտ է արվում, օրինակ մենք Գերագույն ազգային ժողովի քննարկման ժամանակ տեղեկացանք, որ ինչ-որ մարդիկ ցույց են անում։ Մենք էլ էինք ծրագրել, բայց մենք չգնացինք, չառանձնացանք, ընդհակառակը միացանք իրար, նույնիսկ այնտեղ կային իհարկե սակավամիտներ, որ ասում են, մենք անում ենք իրեն, բայց մենք կես ժամ շուտ էինք սկսել, այսինքն այդպիսի բաներով չպետք է ապրել։ Ապրել այսօր քաղաքացին նստած սպասում է, այդ ոչի կողմնակիցները լիարժեք հայտարարի գան, թե չեն գա։ Երբ ասում են, չէ, մենք մեկ է միասին ենք, այդ դիմացինը թող անգրագետ չի։ Տեսնում եմ, որ դու անում ես ամսի 20-ին, նա անում է ամսի 1-ին, Հայրիկյանն էլ իր աջակիցներով անում է ամսի 27-ին։ Միասին չեք։ Եթե նկատել եք առաջին հանդիպումներին, ես կազմակերպել էի այսպես, որ ամեն ինչ հրապարակային լինի։ Բայց այդ հրապարակայնությունից վախեցողները չեն հասկանում, որ գործին են վնասում։ Հրապարակային աշխատանքի դեպքում դու ժողովրդից ստացած արձագանքներով կարող ես նաև քո սխալներն ուղղել, հասկանալ թե մարդիկ ինչ են ուզում։ Ի վերջո մեր նպատակը մարդկանց ծառայելն է, չէ՞։ Մի հարակից հարց, հա, ազգային փրկություն կամ հանրային փրկություն բառը ձեզ մոտ դիսկոմֆորտ չի առաջացնում, որպես հավատացյալ, հա, ես կարծում եմ, որ փրկիչը մեկն է, երբ որ մարդիկ կամ մարդկանց խմբեր ասում են, որ մենք փրկիչներ ենք, դա ինձ համար զավեշտալ է, բայց դա իհարկե իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Համագործակցություն միշտ նշանակում է որոշ հարցերում գնալ զիջման։ Երկարատև քննարկումներից հետո մենք առաջարկում ենք ընդհանրապես համաձայնություն կամ համագործակցություն པարզ համեստ բառով։ Բայց այդտեղ անպայման հանրային փրկության ճակատի կողմնակիցներ կային, մենք չուզեցինք դա դարձնել կռվախնդոր, բայց երբ երկար ճանապարհ անցնելուց հետո եկել էինք համաձայնության, հանկարծ մեջտեղ եկավ նոր անուն, նոր Հայաստան։ Ինձ նոր Հայաստան պետք չի, մենք ունենք Հայաստան։ Հայաստանից նորը որն է, հինը որն է, կործանվել է, որ Արեշը կործանվել է, նոր Արեշ ենք ստեղծում։ Սեբաստիան կործանվել է, նոր Սեբաստիան Հայաստան կա։ Այդտեղ մենք մի քիչ արդեն խիստ դրեցինք, բայց վերջում ասացինք լավ, դուք կօգտագործեք նոր Հայաստան, բայց մենք օգտագործելու ենք մեր նախորդ դարձյալ ձեր առաջարկած հանրային փրկություն բառը։ Այո, երբեմն որոշ բաներ կարող են քեզ
դուր չգալ, բայց դե միասնությունն էլ դա է նշանակում, որ ոչինչ։ Մեկի համար դա գուցե շատ կարևոր է։ Ամեն դեպքում մենք փորձում ենք այս իրավիճակում լինելով բացարձակապես ինքնուրույն, շատ սկզբունքային դնելով հարցերը սկսած նախագծից վերջացրած սահմանադրականության հարցով, փորձում ենք օգտակար լինել ընդհանուր տրամադրության ու այդպես էլ պիտի շարունակենք անկախ նրանից, թե ով իրեն ինչպես կպահի։ Դուք գնում եք շրջաններ կամ Երևանում ինչ որ հանդիպումներ կազմակերպում եք ձեր գաղափարները քարոզելու համար։ Հատուկ միջոցառումներ չեն արվում այն բնույթի, ինչպեսին որ հիմա տեղի է ունենում ուղղված սահմանադրության հանրաքվեի ժամանակ ոչ ասելուն, որովհետև մենք այս պահին ասում ենք ոչ այս գործընթացին։ Եվ այն ինչ որ մենք պիտի անենք գնալով, ասենք, որևէ մարզկենտրոն, որևէ բնակավայր, դա ավելի քիչ տեղեկատվություն կտա մարդկանց։ Գիտեք, այսպես է, եթե դու հակառակորդի հետ գործ ունես, գտնում ես նրա խոցելի տեղը, եթե քո ուժերը թույլ են, եւ այդ խոցելի տեղին ուղղում ես քո հիմնական հարվածը։ Եթե դու գնում ես այն ճանապարհով, որ տեսեք, այսօր շրջաններ գնացողները ոչ են գնում տեղում մարդկանց տրամադրությունները պատրաստելու։ Նրանց որ հարցնում ես, ասում են մենք գնում ենք իրազեկման, իրազեկելու համար։ Իրազեկելու համար այսօր համացանց կա, մենք դա ենք ավելի շատ օգտագործում։ Օրինակ այսօր 2000 անկախություն շրջաբերականի բացառիկ օրինակ պատրաստվեց, որը նույնպես պիտի տարածվի։ Լինում ենք, այո, օրինակ անցած օրը Վանաձորում ենք, դրանից առաջ եղանք Գյումրիում, լինում ենք նաև տեղական լրատվամիջոցների հրավերներով, բայց հատուկ այս հանրաքվեի համար գնալ, եթե խոսքը վերաբերում է այդ կազմակերպված արշավին, հրավեր չենք ստացել։ Հրավեր ստանայինք, կմտածեինք ինչպես արձագանքել եւ երևի մեկին կուղարկեինք, բայց մեր նախաձեռնությամբ չէ, մենք կենտրոնացել ենք մեր աշխատանքները այստեղ իրավական ոլորտում փորձում ենք հող նախապատրաստել բոլորի համար։ Եվ իսկապես այն ինչ որ մենք պատրաստել ենք հակասահմանադրականության վերաբերյալ, գլխավոր հաղթաթուղթը կարող է լինել։ Ավելի լավ է 1000 հոգի գնա կանգնի նախագահի նստավայրի դիմաց ամսի 27-ին օրինակ ծրագրել ենք եւ ասի սա հակասահմանադրական քայլ է, արգելիր, դա աշխարհը կլսի։ Քան թե 100,000 հոգի գնա ասի մենք ոչ ենք ասել։ Բնական է, դու էլ կարող ես ոչ ասել։ Հանրաքվեն նրա համար է, որ մեկ ասի ոչ, մյուսը այո։ Բացի այդ, երբ դու խոսում ես հակասահմանադրականության մասին, այդ դեպքում հանրապետականն էլ պիտի քեզ հետ խոսի, որ իսկապես սխալ է տեղի ունեցել, ինչպես Խոսրով Հարությունյանը ինձ այդ հանդիպման ժամանակ Պետրոսի եթերում, Պետրոս Ղազարյանի եթերում ասաց, ես շատ եմ ցավում, որ ձեր նախագծի հետ այդպես եմ վարվել։ Դե ինքը բարեկիրթորեն ընդհանրապես կարողացավ ասել, ես շատ եմ ցավում, բայց դա թարգմանելով քաղաքական լեզվի դա նշանակում է ես դատապարտում եմ։ Այդպես մենք գտել ենք մի բան, որը պետք է բոլոր ողջախոհ մարդիկ դատապարտեն։ Եվ եթե այս հարցի շուրջ մենք հայտարարի չգանք, լավ չի լինի։ Մենք նոյեմբերի 27-ին ենք ծրագրում արդեն ազատության հրապարակում եւ կենտրոնական ընտրականի դիմաց հայտը ներկայացրել ենք, ամեն ինչ հաստատված է, նույնիսկ երթը մինչեւ նախագահի նստավայր։ Եթե այդ օրը համախմբվեն բոլոր դաշինքներն ու բոլոր Հայաստանի ապագայով մտահոգ ուժերը, այդ օրը մենք կարող ենք կասեցնել։ Մարդաշատության մասին, հա, ընդհանրապես, հա, եւ այն գաղափարը, եւ չգիտեմ, այոն ոչը, հանրային փրկությունը եւ այլն, այդ բոլոր գաղափարները քարազողները չեն հանդիպում շատ լայն լսարանի, ինչու՞։ Դե գիտեք, ես այդպես չէի ասի, որ շատ լայն լսարանի չեն հանդիպում, որովհետև լինում են միջոցառումներ, որտեղ գալիս են մարդիկ, գալիս են լսելու իրենց վերաբերմունքը արտահայտելու։ Եթե դուք նկատի ունեք ազգային ազատագրական պայքարի փուլին բնորոշ զանգվածային շարժումները կամ 92-93 թվականների մեր ցույցերը հանուն սահմանադրության, այդպեսի վերջին, ասենք փետրվարի 5-ի ցույցը ահավոր մի բան էր, օպերայից մինչև Բաղրամյանը լեփլեցուն ժողովուրդ։ Գիտեք, դուք սահմանադիր ժողով եք։ Մենք սահմանադիր ժողով էինք պահանջում։ Ես հիմա չեմ կարողանում ինձ երբեմն անմեղ համարել, որովհետև շատ մարդիկ ասում են, այդ օրը մարդիկ պատրաստ էին վերցնել իշխանությունը։ Դու թույլ չտվեցիր։ Ես չէի ուզում բացասականի նախադեպ ստեղծել մեր երկրում։ Ես գնացել եմ հայ իշխանավորների մոտ, Լևոն Տեր-Պետրոսյանին, մտածող մարդ է, բացատրում եմ, որ սահմանադիր ժողով է պետք ու սահմանադրություն։ Բայց ես չգիտեի, որ իրենք դրան պատրաստ չեն, մեղմ ասեմ, շատ մեղմ եմ ասում։ Հիմա մարդկանց քանակը կտրականապես կավելան։ Օրինակ, եթե այսօր ցավոք սրտի շատ մարդ չի լինի, բայց էլի բավարար։ Ես կհամարում եմ, որ դա քանակ է, ինչ որ կլինի։ Դեռ նախապես չգիտեմ, չէ՞, բայց ինչ կլինի։ Բայց նույնիսկ եթե 5000 հոգի լինի, դա թիվ է, որը կարող է աճել։ Դե
ինչ վերաբերում է նրան, որ մեծ զանգված է պետք ուտակել, դա անառարկել է, ես ձեր հարցի ենթատեքստն եմ հասկանում, դրա համար պետք է որ այդ ոչի երկու ճակատները մի օր ասեն, այս հանրահավաքը մենք միասին ենք կազմակերպում, կամ այսօր մենք միասին ենք հրավիրում, այ ներկայացին մենք էլ ենք միանում, մենք այլևս դիտորդ չենք, միասին միանում ենք մի հարցով, պարտադիր չի ամեն հարցում համաձայնենք, այսօր միանում ենք ասելով, որ այս գործընթացը հակասահմանադրական է, դրանով ոչ ոք չի կարող առաջարկել, եթե հակասահմանադրական է, ուրեմն իշխանություններն էլ ապօրինի են, այսինքն շատ հարցեր միանգամից իմի են գալիս, բնականաբար եթե հակասահմանադրական է, գնում ենք հանրաքվեի ժամանակ ոչ ենք ասում ոչ միայն հանրաքվեի դրված փաստաթղթին, այլ ոչ ենք ասում ամբողջ գործընթացին վատթարագույն դեպքում, այսինքն մենք չբացառելով մյուս մոտեցումները, հիմա առաջարկում ենք մի շատ կոնկրետ քայլ, նոյեմբերի 27-ի միասնական հզոր ցույցը եւ այդ ժամանակ եթե խանդի տեսարաններ չդրսևորեն, գիտեք կամ այսպեսի բան կա, ասում են, մենք չենք հավատում իրավական մոտեցմանը։ Եղբայր ամեն ինչ հիմքում իրավականն է։ Դու ինչ էլ որ անես, եթե դրա հիմքում իրավական ընկալումը չկա, դու պիտի այնպեսի բան, գիտեք ինչն է հետաքրքրականը, տեսեք, ես նոր թողեցի իմ գործունեության 50-ամյակն վերլուծում։ Սրանից 45 տարի առաջ 45 տարի առաջ բոլշևիկյան բռնապետության ժամանակ մենք ասում էինք մենք հիմա մի ծրագիր պիտի առաջարկենք որ բոլշևիկները իրենց վատ զգան անկախություն հանրաքվեի ճանապարհով անկախություն հոդված 5 խորհրդային սահմանադրության անկախությունը հոդված 17 հանրաքվեն էլ հոդված այնտեղ կար իրենք կոչում էին համաժողովրդական հարցում Հիմա իրենք մեզ որ դատում էին, իրենք փակուղ առաջ են, իրենք դատում էին իրենց սահմանադրությունը։ Ձեր մոտեցումը իրավական էր։ Իրավական էր, եւ այդ իրավականն էր, որ արդյունքի բերեց։ Հիմա ասում են, չէ, մեկը սրանք իրավականը չեն հասկանում, ո՞նց չեն հասկանում իրավական, եթե չեն հասկանում, ինչի են սահմանադրություն փոխում։ Իրենք չեն կարող չհասկանալ, իրենք ապրում են իրավական միջազգային իրավական միջավայրում։ Դու պիտի իրավական շեշտադրում կատարես։ Զուգահեռաբար, այո, դու կարող ես նաև մասնավոր մոտեցումներ ցույց տալ։ Այսօր շատ է խանգարում են, որ կիսագրագետ նոր ասպարեզ մտած մարդիկ Դու կարող ես ինչ-որ ոլորտում նույնիսկ լավը լինես, բայց այստեղ դու կիսագրագետ ես, քեզ ինչ ես իրավունք վերապահում, խոսել իրավունքի դեմ։ Իրավունքն է հիմքերի հիմքը։ Եթե չկա իրավունք, ամեն ինչ զրո է։ Ընդհանրապես այդ հանդիպումների ժամանակ որքան ես հասկանում եմ քարոզչություն կազմակերպողները հանդիպում են սոցիալական զուտ հարցերի, այսինքն մարդկանց ոչ այոն է հետաքրում, ոչ ոչն է հետաքրում, ոչ հանրաքվեն, օրինական է, անօրինական է, ոչ էլ հետաքրում է կլինի սահմանությունը հինը թե նորը, իրենց հետաքրում է իրենց կենցաղը, իրենց նորմալ կյանքը։ Կան այդպիսի մարդիկ, բայց այդ մարդկանց մեջ քիչ են նրանք, որ հասկանում են, որ իրենց կենցաղն ու նորմալ կյանքը կապված է հիմնական օրենքից։ Օրինակ երեք ես պատահական մանրամասները չասեմ ինչպես որտեղ, բայց մի փոքր գործարար մարդու հետ առևտուր անելու ընթացքում ասեց ինքը սկսեց ինձ բացատրել թե ինչ է կատարվում։ Ես զարմացած նույնիսկ անուն հարցրի, գիրք էլ տվեցի, ասում է որ այս բոլոր փոփոխությունները նրա համար է կատարվում, որ պատասխանատու չլինի, բայց իշխանությունը լինի իրեն ձեռքին։ Այդպեսի գեղեցիկ վերլուծական միայն գիտնականը կարող էր տալ։ Ինքն ասում է ուրեմն հանրաքվեն կլինի գերագույն մարմին, միակ գերագույն մարմին, որտեղ որոշակի պատասխանատու չի լինի, ղեկավարը այդ մեծամասնության կլինի կողքից դարձյալ իրավիճակի տերը, բայց երբ որ վտանգ սպառնա կամ սխալվում լինի, պատասխանատու չկա։ Վարչապետը ինչ է լինել այդ դեպքում։ Չէ, ինքը ասում է դե վարչապետն էլ պարլամենտական մեծամասնության ներկայացուցիչն է։ Ինքը ասում է պարլամենտը ներկայացրեց, ես ներկայացրեցի պարլամենտը համաձայնություն տվեց, ես էլ կատարում եմ։ Ես ինքնուրույն չեմ անում։ Անգելա Մերկելը չի պատասխանում Գերմանիայի համար։ Անգելա Մերկելը պատասխանում է, բայց խոսքը վերաբերում է գիտեք, այս մարդու ասածը վերաբերում էր բացասական դրսևորումներին։ Անգելա Մերկելը չի ունեցել գործողություն, օրինակ չի գնացել Եվրոպական միության համաժողովի եւ այնտեղ ասել, գիտեք, ես դառնում եմ Եվրասիական տնտեսական միավորման անդամ։ Իսկ հիմա մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանը անձամբ պատասխանատու է։ Սերժ Սարգսյանը պատասխանատու է։ Խոսքը վարչապետի պաշտոնի մասին է։ Վարչապետը նույն պատասխանատվությունը չունի, եթե նույնիսկ պատասխանատվություն ունի պարլամենտի առաջ, ինքը պատասխանատվություն չունի իրեն ձայն տված մարդկանց, ուղղակի իրեն ձայն տված մարդկանց առաջ։ Եթե դուք խոսում եք համակարգի մասին, ասեմ, որ շատ բաներ կախված է մարդ անհատից, բայց անառարկելի է, որ խորհրդարանական կոչված համակարգը, որի մասին սրանք ոչ թե խոսում, այլ բարբաջում են, խորհրդարանական համակարգը կա նախագահական համակարգում։ Ամերիկյան կոնգրեսը աշխարհի ամենահզոր խորհրդարաններից մեկն է, բայց դա նրան չի խանգարում, որ կողքից ունենա ժողովրդի կողմից ընտրված նախագահ, որը որոշ դեպքերում կարող է արգելանքով չհամաձայնել կոնգրեսի հետ, բայց ընդհանուր առմամբ պիտի ենթարկվի կոնգրեսին։ Այնպես որ այսօր մի լավ բան գտա։
ասում եմ նախագահական համակարգը, որը մենք կոչում ենք վարչապետական, այսինքն ընտրովի վարչապետ, փոխվարչապետ, պարլամենտ եւ դատարան, դա երրաչափ համակարգ է։ Կիսանախագահականը դա երկչափ։ Խորհրդարանականը միաչափ։ Հիմա այս տարածությունը չափելու համար ի՞նչն է ճիշտ։ 6 մետրը չափեցած մի մետր է, սենյակը չէ։ Նախագահականով չափում ես լայնությունը, բարձրությունը եւ երկարությունը։ Այնպես որ դա պատկերավոր ասած։ Նախագահականը իր մեջ ներառում է բոլոր համակարգերի լավագույն կողմերը, բացառելով բոլոր համակարգերի բացասական կողմերը։ Այսինքն դուք կարևորում եք, որտեվ իմ զրուցակիցները նաև այստեղ նստած ասում են, դե կարևոր չի ինչ է գրված, միևնույն է անելու են ինչ ուզում են, հա, եւ ոչ մի մոգական բառերով դուք չեք կարողանա ստիպեք իրականությունը փոխեք։ Դա ազնիվ չէ, որովհետեւ եթե այդպես լիներ, ոչ ոք ճիշտ չէ գործադրի եւ պետական բյուջեից էլ 1 միլիարդ 700 միլիոն 1.5 միլիարդ դոլար չէին հատկացնի, դրամ չէին հատկացնի այս նախաձեռնությանը։ Այո, շատ հաճախ լկտին արհամարում է գրվածը եւ ասվածը։ Ասում է 100% էլ ստանաք, պետք է ես եմ լինելու, չէ՞։ Այդպես չի ասում։ Այդպես ասողը նաեւ իր գնահատականն է չէ ստանում։ Ամեն ոք, ես չեմ խոսում տիեզերական գնահատականի մասին, դա իմ գործը չի։ Խոսքը պետական, բայց մարդկային գնահատական է ստանում։ Օրինակ այն ժամանակվա նախագահի հիմնական հարվածը բավական բան իմաց մարդկանց համար այն է, որ երբ ինքը իր պաշտոնյայից լսեց այդպիսի խոսքեր ու նրան պաշտոնանք չարեց, նշանակում է ինքը հանցագործ է։ Այդպիսի խոսքեր լսող պետական պաշտոնյան բարձրաստիճանը պիտի ասեր կներեք մենք սրա հետ գործ չունենք, դու առանձնացիր, այլևս մեզ հետ։ Հիմա չեն ասում, բայց նույն բանը նկատի ունեն, չէ՞։ Նույն բանն են պատրաստվում անել, այսպես ասած։ Դե ովքեր որ պատրաստվում են անել, նրանք էլ նաև պատրաստվում են մոտավորապես նման է նրան, որ ինչ որ մարդիկ պատրաստվում են այսօր քրեական հանցագործություն կատարել, բայց արդյոք ես պիտի դրանով առաջնորդվեմ։ Ես պիտի առաջնորդվեմ իմ մոտեցումով քրեական հանցագործությունը եւ մենք բոլորս բոլոր քաղաքացիները նաև այդ քրեականների ազդեցության տակ հայտնված մարդիկ մեր տեսնամիները չեն։ Երբ ես քիչ առաջ ասում էի իրավական մոտեցման մասին, երբ դրա մասին խոսում ես նաև հանրապետականի հետ, դաշնակցականների հետ մի քիչ ավելի դժվար է, այնտեղ մի տեսակ տարօրինակ ֆանատիզմի պես մի բան կա։ Նրանք ասում են, հա, բայց այդ լավ չի որ եղել է, բայց դե, այսինքն նրանք զգում են, որ սխալը սխալ է։ Եվ մենք հենց այդ ճանապարհով էլ պիտի գնանք։ Իրավական շեշտադրումով, բայց նաև վճռական։ Իսկ վճռականության համար շատ փոքր բան է պետք։ Մի քիչ համեստություն։ Լավ հասկացանք, ապագայի մասին եք մտածում, ուզում եք պարլամենտում մի երկու աթոռ ավել ունենալ։ Եվ դրա համար ուզում եք անպայման ձեզ առանձին ցույց տալ։ Դուք մարդկանց մոտիվացիան գիտեք։ Դե հիմա եկեք համաձայնության գանք, միասին երկու աթոռ չես ունենալ, 5 աթոռ կունենաս ավել, որովհետև միասին մենք կունենանք, ասենք 50 տեղ։ Հիմա դու առանձին ունենալու ես 12-ի փոխարեն 15 տեղ, միասին կունենանք 50 տեղ եւ դրանով կարելի է ինչ-որ մի բան անել։ Այո, ցավոք սրտի նաև բացասական շարժառիթներ կան, նախասիրություններ կան, բայց հիմա ես փորձում եմ դա արամարել։ Երբեմն խիստ եմ արտահայտվում եւ գիտեմ որ լավ չի, բայց ամեն դեպքում պիտի դու կարողանաս քո վերջնական որոշում ընդունելուց առաջ հասկանալ, որ դու անցողիկ մարդ ես, այսօր ինչ դրական կարող ես դա արա եւ ինչքան կարող ես բարուն նպաստել, պիտի նպաստես։ Իսկ մարդիկ սպասում են մի բանի, սպասում են, որ վաղը միասին կողքի կանեն բոլոր երեք հակառակորդները հանուն այս մի հարցի։ Հետո գնացեք էլի ձեր հարցերը լուծեք, բայց այսօր իրար կողքի կանեք, մեր հիմնական օրենքը թող լավը լինի։ Ախր այդ բացարձակ ժողովրդավարության մասին ես որ ասում եի պատահական չի ասում, վերջերս դրսում էի, հիմա նաև երևի անգլերեն դրսում հրատարակվի ոչ թե այստեղ կա անգլերեն հրատարակված։ Դա մի հզոր նաև ազդեցության գործիք է լինելու։ Երևի նկատել եք Իսրայելի նախագահ վերջերս վարչապետը որ այցելեց Ամերիկա, մամուլում տպագրվեց հրեական համաշխարհային կոնգրեսի առաջնորդի ուղերձը։ Կարճ մի 10 տողանոց բաներ։ Մի շեշտադրում է կատարում Իսրայելի վերաբերյալ։ Մերձավոր Արևելքի միակ ժողովրդավարական երկիրը։ Իսկ երբ աշխարհի միակ բացարձակ ժողովրդավարական երկիրն ես, դա այնպեսի մի գործոն է։ Ես չեմ հասկանում, ինչի չեն հասկանում այս մարդիկ։ Դրանից ու ես չեմ օգտվելու։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն այ առաջնորդ Պարոյ Հայրիկյանը, մենք անիպեք երկշաբթի օրը տեսնենք։